հա, ուրեմն վերջին արդեն լսեցիք Անժելան ասաց արգելի տոներ, որ ուրեմն մի քանի րոպեներ առաջ Գյումրիում շարունակում են դե ֆակտո իշխանությունները եւ դրանց կամակատարները փաստորեն ամեն ինչ անել, որպեսզի վաղը իբր ժողովրդավար դե ֆակտո վարչապետը գնա ու եկեղեցում էլի փաստորեն խախտի հայ առաքելական եկեղեցու նվիրապետական կարգը, ու քանի որ չեն կարողացել դա անեն եկեղեցու Շիրակի թեմի որևէ հոգեվորականի վրա ճնշում գործադրելով, որ որևէ մեկը գնա ու դա անի ու ապրեն բոլորը փառք ու պատիվ իրենց, սա եւս մեկ անգամ վկայում է Միքայել Սրբազանի կարևորագույն դերի մասին, որպես հոգեվորական, որպես մարդ, որպես գործիչ, պատահական չէ որ իրան թիրախավորեցին եւ փորձեցին դրանով չեզոքացնել մեր խոնարհումը Սրբազան հորը եւ մնացած Սրբազանին, Արշակ Սրբազանին, Բագրատ Սրբազանին, ուրեմն եպիսկոպոսներին, ուրեմն նրանց ովքեր որ ճիշտ են եւ չեն խախտել ոչ մի, չեն դավաճանել ոչ մի սկզբունքի, ուրեմն հիմա դա շարունակություն նրան ինչ տեղ ունեցավ 2 օր առաջ, վստահ եմ որ մեր դիտողներից բոլորը այդ լուրը լսել են, ջղաձգվել են, ես առաջինը Կարապետի մոտ Պողոսյան կարդացի, որ ԱԱԾ-ն սկսել է փնտրել եկեղեցի եւ հոգեվորական, որը պատրաստ կլինի Շիրակի թեմից դա անել, Իսկ գնալ դե ֆակտո իշխանությունների դիմաց բան անել, քարոզանը, հա։ Նոր Հայաստան նոր հայրապետի ակտիվիստներից մեկը, որը հիմա բանն է իրանց ռեկտորներից է պոլիտեխնիկի Գյումրիի մասնաճյուղի, դրան էլ ներգրավեցին գործի մեջ, գնում էր փնտրում էր ինչ որ մեկինով պատրաստ կլինի դա անել։ Չգտան, հասկացան, որ ոչ ճնշումը ԱԱԾ-ով, ոչ համոզելով, ոչ ինչ որ ծանոթ բարեկամ խառնելով իրավիճակը չի դզվում, որովհետեւ գնալ ենթադրում եմ այլ ճանապարհով եւ ուղղակի բռնազավթել հերթական եկեղեցին։ Բլուզ բերել ուրիշ տեղից։ Հա, ուրիշ տեղից բերել, որտեղ այդտեղից ոչ մեկ չհամաձայնվեց, այսինքն հերթական անգամ կարգ են խախտելու, հերթական անգամ անօրինական ինչ որ բան են անելու, հերթական անգամ վիրավորելու են եւ խախտելու են մասնավորապես այո, որպես քրիստոնյա, որպես ՀՀ քաղաքացի կրոնական ազատություններն ու իրավունքները, խղճի ազատությունը եւ ինպես եւս միլիոնավոր այլ հայերի, բայց իրանք դրա վրա թքած ունեն, իրանք պետքա շոուն բեմադրել, ուստի գիտես ինչն է ամենաաբսուրդը այս պատմության մեջ, երեսպաշտության, չգիտեմ ինչ է, երթական շքերթն, այո, Նազելի Բաղդասարյանի բանը, մեկնաբանություն է, թե Նիկոլի բանն է, խոսնակն է։ Ինչ ասում է, պետք չի ասում է շարժումների առարկա դարձնել վաղվա միջոցառումը, դա երկրաշարժի ժամանակ զոհված մարդկանց հիշատակման օրը մի դարձրեք դա շարժման ու շոուի առարկա, ով ում ու ինչա ասում։ Ասենք իրանք շոու են սարքում։ Հասկացար, չէ՞, ասենք ԱԱԾ-ով, ֆեյք բաներով, շրջիկ կրկեսով իրանք սարքում են մի հատ աներևակայելի շոու, ինքը ուրիշների վրա մանդաթափ տալի, ասում է մի շահարկեք, դա մի եկեք այդ օրը այդտեղ, եթե չեք ուզում, որ շահարկումներ լինի եւ չէ, ասենք եթե դուք իսկապես այդքանը գիտակցում եք, եթե դու իսկապես հարգանք ունես այդ հիշատակման օրվա հանդեպ, եթե դու իսկապես չես ուզում այդտեղ ոչ մի լարված իրավիճակ լինի, հարամ չանես այդ օրը, որ մարդիկ կարողանան հանգիստ սքալ իրենց բարեկամների հիշատակը, մի արի այդ օրը Գյումրի։ Ես քեզ ասեմ էլի, դու ես հաստատ համոզված, վստահ եմ շատ-շատն էլ ջոկում են էլի։ Ուրեմն այս ամեն ինչը արվում է ընտրություններից առաջ, A, B արվում է եկեղեցում ըստ հայկական իշխանությունը եկեղեցում եւս տապալելու համար, ազգային իշխանություն, ազգային եկեղեցական իշխանություն, որ չլինի։ Երբ որ դա անեն, Աստված մի արասի դա հաջողեն։ Ոչ եկեղեցի են գնալու, ոչ եկեղեցու դուռ են ծեծելու, ոչ թողել են որ եկեղեցով ինչ որ միջոցառումներ, ազգային գործեր արվեն։ Եկեղեցին ուղղակի փակելու են, դեկորատիվ թողել։ Այս մարդիկ, որոնք հիմա տենց իրանց կոտորում են, պատեհա, սենց իբր բաներ են աներևակայելի, բաներ են, հա մաքուր քրիստոնյաներ են, որ ամեն կիրակի գնում են զղջալու, ի որ հարցն ես ասես այդ քաղաքում, որտեղ որ դու հիմա գտնում ես եկեղեցին, որտեղ է, ի չի դա իմանալու։ Ժողովուրդներ տոլի հրապարակներ, հիշում ես Սուրբ Սարգիսի հետ այսպես կոչված ֆեյք պատարակից հետո, երբ որ լրագրողը ցույց տվեց, որ մի հատ մոմ չկա այդտեղ վառված։ Եվ քեզ ուրիշ բան ասեմ, այս մարդիկ են եղել նրանք, ովքեր որ օրինակ արգելել են մեռելոցների ժամանակ ոչ աշխատանքային օրեր դնել, որ մարդիկ գնան իրենց հարազատների գերեզմանները կարողանան նորմալ ըստ քրիստոնեական կարգի այցելեն։ Այսինքն նրանք ովքեր որ ընդամենը 3 տարի առաջ փակում արգելում էին,
իրանց տենց բան է, հիմա տենց սուրբ մարդիկ են գնում են եկեղեցու մասին մտածում։ Սա ընդհանրապես արվում է ազգային եկեղեցական իշխանությունը տապալելու համար։ Դրանից հետո այն դառնալու է ոնց որ դեկորատիվ բանակը հիմա ունենք, այդ տենց մի հատ իրանք պատարակի ու բաց այդ խոստովանում են։ Ավելի աբսուրդ բան, հասկանում ես, չեկիստների կազմակերպած fake պատարակ։ Իդեպ իմ հիշելով Սարիկ Մինասյանի եղբայրն է Շիրակի ԱԱԾ-պետը։ Էդել էլի կսլովու։ Ոնց որ ասում են, բայց ես չեմ զարմանում։ Այստեղ ամենակարևորը, որ դիմացի մայթին, հրապարակի այս մյուս կողմում ամենափրկիչ եկեղեցում ժողովուրդը իսկապես հավաքվելու է պատարակի։ Եվ բարեբախտաբար, որ այդ ժողովուրդը հասկանում է, որ չի կարելի գնալ ու կեղծ պատարակի մասնակցել։ Ես վստահ եմ, որ բազմամարդ է լինելու։ Ամենափրկիչը, ոչ թե սուպերքը։ Այո, դե 7 վերքում մենք գիտենք ովքեր են լինելու, արդեն դեմքով ճանաչում ենք այդ պատարակի մասով, բոլորին արդեն էլ բան չկա, էլի։ Մի երկու հոգի կա, ոչ գիտեմ, Ախուրյանցի անուն, մոտիկ իրան շրջի կրկեսի մասնակիցներից ավելան է, այդքան է։ Գիտես, այստեղ տեղին է հիշել երեկվա խոսքը, էլի հոգեորականների շատ ազդու էր, ճիշտն ասած, էլի 7 վերքի վերաբերյալ, չգիտեմ, տեսել ես թե չէ, որ հիմա փորձում եմ զուգահեռ գտնել Ուրեմն իտես բաները Շիրակի թեմի բոլոր հոգևորականները մեկ մարդու պես դեմ են եղել գնալ ու խախտել կարգը եկեղեցու, այսինքն չեն համաձայնվել մասնակցելու դե ֆակտո վարչապետի վաղվա բեմադրությանը ու ինչ են նամակ են գրել, այսինքն նամակ չէ բան, հա, հայտարարություն են տարածել բոլոր իստորիագրությամբ, տես ինչ գեղեցիկ բան ունի, էլի տողեր ունի իր մեջ, ասում է 7 վերքը, այդ է եկեղեցին, որ վաղը մտնելու են ու բղծեն փաստացի 7 վերքը հաղթարել է թուրքական 2 օկուպացիա։ Այո։ 18 եւ 1920 թվականներին։ Սա էլ կհաղթարվի պատվով։ Բրավո մեր հայ հոգեվորականներին, որոնք հասկանում են, որ գործ ունեն փաստացի թուրքական պահանջի հետ, թուրքական այսպես ազդեցության հետ եւ այստեղ մի անգամ էլ նաեւ տեղին հիշեցնեն են པարս հանգամանքը, որ մարդիկ ով որ իբր թե եկեղեցու, եկեղեցական կառույցի եւ այլնի պաշտպաններն իրենց ներկայացնում, մի գրամ, մի չնչին գրամ չեն ցավում, որ Գանձասարը Դադիվանքը, Ամարասը, Սուրբ Համբարձման եկեղեցին, Ստեփանակերտի Մայր տաճարը, Ղազանչեցոսը եւ այդպես 400 եկեղեցու վանք իրանց ձեռքով հերիք չի տվել են թուրքերին։ Հերիք չի հանգիստ նայում են ոնց են հենց հիմա on-line ռեժիմով այդ մեր սրբությունները ոտնակող անում, ավերում, ուղակի գետին հավասարացնում, ոնց որ իմ հարազատ Բերձորի այն եկեղեցին, որտեղ Անժելա ես մկրտվել եմ, այդ եկեղեցին չկա էլ, հավասարված է հողին, չկա ոչ մի բան։ Ու այդ մարդիկ եկել են ինձ ու քեզ սովորեցնում են հավատ ու քրիստոնեություն, եկեղեցի հարգել, Ուրեմն մեկը չասեց, մի հատ նույնիսկ գիտես բան ասեմ, պրիմիտիվ բան ասեմ, մի հատ օր հատուկ գնային, բան անեին, այսպես կանգնեին ու ասեն մեղանչել ենք, որ այդ սրբությունները տվել ենք թշնամուն, հերիք չի, մի հատ էլ ասում ենք, դա երբեք էլ հայկական չի եղել, դա մեր վրա եղել է թոք, դա մեր վրա եղել է բեռ, դա եղել է մեր վրա մեզ ստրկացնելու ձև, արա հայկական Գանձասարը ոնց կարա ստրկացնելու ձև լինի։ Հայկական Դադիվանքը ոնց կարա ստրկացնելու ձև լինի։ Ախր այն որ տենց այնքանա որ ասել ու մարդիկ էլ գտնվեն, ասեն, հա դե երևի տենց է, չէ ժողովուրդ, դա քո գլխավոր ազատագրումն է, դու գնացել ես, քո նման մարդու, քո հոր, պապու, ապու, քո այն մեծերի կառուցածը նորից շենացրել ես։ Դա ոնց կարելի է համարել բան ինքնիշխանությանը վնաս։ Դա ամենամաքուր հայկական ինքնիշխանությունն է եղել։ Ամենամաքուր, իսկ հիմա մեզ պարտադրում են, որ մենք եկեղեցի ու վանք չունենանք։ Այդ եկեղեցու ու վանքում ասենք այն ինչ որ իրանց է պետք լսել։ Ու ասում են դա ինքնիշխանություն է։ Պատարակ խմբագրելը ինքնիշխան է։